Պարոն Մխիթարյան, գործի մասին ինչպես եք տեղեկացել եւ այսօր կոնկրետ ինչ ուղերձով եք այստեղ։ Համացանցով եմ տեղեկացել, շատ ակտիվ հետևում էի բոլոր նորություններին, ինչ է կատարվում ու անկեղծ ասած սարսափած եմ։ Մեր հարկերից ինչ-որ համակարգ է պահվում, որը միտված է ինչ-որ ժողովրդի անվտանգությունը ապահովելու, գողերին բռնելու, բայց փաստորեն այնտեղ զբաղված են բանսարկությամբ ու ահաբեկությամբ։ Ես չգիտեմ, սկզբից հավատս չէր գալի, ինձ թվաց հերթական fake news-ն է, բայց այս շարժումը, որ սկսեց տարածվեց, հետո հասկացանք, որ չէ։ Հետո ընդհանուր ծանոթներ, բան ու հասկացանք, որ փաստորեն իրականում էս է ու դեռ այս գործն է, որ բարձրաձայնվել է, բայց դե ինչքան գործեր կան, որ այսպես ծածկադմփոց է արվում, շատերը չեն դիմանում այդ խոշտանգումներին ու ուղղակի մեղքը վերցնում են գնում հիմա նստած են։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, մինչև 6 օր առաջ մտածում էինք 5-6 հոգի հանցագործ կա, ոստիկանական բանում, ովքեր բանսարկություններով են զբաղված, բայց փաստորեն հիմա պարզվում է, որ ամբողջ համակարգն է թաթախված այս խնդրի մեջ, այսինքն ինչ է նշանակում, լավ, հանցանք է տեղի ունեցել, բարձրաձայնվել է, ես տեղյակ է պահվել, մի ամբողջ համակարգ ծածկադմփոց է կանում, որ ինչ, չգիտեմ, էլ մեզ ապահով չեն զգում երկրում։ Պարոն Մխիթարյան, թե խոշտանգում եք եւ կապ չունի, թե տանձը ով է, ինչ ներդրում ունի պետության համար, բայց ամեն դեպքում կարմիր գծեր կան եւ այդ կարմիր գծերից մեկը դերևս պետք է լինի նաեւ հանգամանքը, որ անձը փաստացի հայրենիքի պետության համար ներդրում ունեցած անձ է, նա զինծառայող է, եղբայրը զոհվել է հանուն հայրենիքի, հայրը զոհված է, բռնի տեղահանված արցախցի է, ինչու այս հանգամանքները հաշվի չեն առնվում։ Ես ձեզ ասեմ, ժամանակները փոխվել են, օրինակ մեր ժամանակ, երբ որ մենք փոքր էինք, երիտասարդ էինք, մեկին ցույց էին տալի, մատնացույց էին անում, ասում էին ազատամարտիկ է, ինքը արդեն մեր համար ինչ-որ մի հատ կերպար էր, որ պետք է ընդօրինակես բանես, բայց այսօր Հայաստանի անկախության համար պայքարող մարդը այլևս բացարձակ ոչ ինչ-որ հարգանքի արժան, ոչ ինչ-որ առավելություն ունի, այտենց էլ պետք է լիներ։ Ու շատ տարօրինակ տենդենս կա, օրինակ համացանցով որ գրում են, ասում են, բա տենց մի ասեք բան, ասում են, բա որ մասնակից է, բա ինչի չի զոհվել։ Բախի ամերը, բախի աստեր։ Այսինքն այս բանա, որ եթե մասնակցել ես, ուրեմն պետք է մեռածել ես, եթե չես մեռել, ուրեմն լավ չես կռվել, հա, ինչպես абսուրդ բան կա, խոսույթ կա։ Ես չգիտեմ, մթնոլորտը առողջ չի։ Շնորհակալություն։